Տիկին Դավոյան Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին հեռացել է խորհրդակցական սենյակ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու։ Դուք ինչ սպասելիքներ ունեք այդ որոշումից։ Ես ուղղակի սպասում եմ այդ որոշմանը եւ կարծում եմ դրա վերաբերյալ կխոսենք որոշումից հետո, որովհետեւ դատավարության, այսպես ասած, բոլորս հետևել ենք, տեսել ենք թե փաստարկները ինչպիսին են եւ այդ փաստարկները անդիմադիրների այնքան էլ համոզիչ չէին, իմ կարծիքն եմ ասում, մենք քաղաքական գնահատական կարող եմ տալ, կփորձենք սպասել եւ հասկանալ թե ինչպիսին կլինի Սահմանադրական դատարանի որոշումը։ Այ կարծիք է հնչում, որ անդիմադիրները չեն կարողանում հաշտվել իրենց պարտության հետ եւ որպեսզի ընտրողների արժեվ այսպես տխուր վիճակում հայտնված չլինեն, դիմել են Սահմանադրական դատարան, որ ցույց տան, որ տեսեք քայլեր են կանում։ Ես կարծում եմ այդտեղ կա ճշմարտություն, որովհետև այո, դիմադիրները դիմել են Սահմանադրական դատարան, որովհետև իրենք չգիտեին ինչ անել այլևս, որովհետև իրենք որևէ պատկերացում չունեին, թե ընդդիմություն դառնալուց հետո ինչպիսին պիտի լինի իրենց քայլերը, իրենք գնում էին հաղթանակի, այդպիսին էր իրենց բոլոր խոսքերը, իրենց բոլոր ելույթները դրա մասին էին, եւ այստեղ կանգնել են մի փակուղու առջև, որ իրենք չեն կարողացել մեծամասնություն դառնալ եւ հետեւաբար պիտի ինչ-որ ձևով արդարացնեն։ Սահմանադրական դատարանում բավականին հետաքրքիր տեսարան էր, երբ չէիր հասկանում ում պաշտպանն է, այսինքն երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դարձել էր ԲՀԿ-ի պաշտպանը, երբ Ռոբերտ Քոչարյանի падգամավորի թեկնածուն եւ նախկին պաշտպանը դարձել էր Ուժեղ Հայաստանի պաշտպանը եւ падգամավորի թեկնածուն այնտեղելով կար Հայաստան դաշինք, բան այսպես sense բոլորով խառնվել էին իրար եւ կարծես ընդհանրապես մենք մի ուժի հետ գործ ունենք, որովհետեւ իրենք մի ուժի տարբեր ներկայացուցիչ այլ անուններով հանդես եկող մարդիկ են եւ ամենասարսափելին այն է, որ այդ երեք ուժերն էլ չեն վիճարկում որևէ կերպ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները ընտրակաշառքի վերաբերյալ, սակայն պնդում են, որ իրենք ընտրակաշառք չեն բաժանել։ Այդ դրանով հանդերձ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ եթե Վարդևանյանը գազ տա, ապա ինքը կդառնա վարչապետ։ Դե դա ընդհանրապես խոսում է Սամվել Կարապետյանի մակարդակի մասին, որովհետև Սամվել Կարապետյանը անգամ չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն, ունենալով երկու այլ անձնագրեր, իրեն հռչակել էր վարչապետ, արդեն իրենք չեն էլ ամաչում հիմա հետ հայացքով նայեն իրենց տեսանյութերին, որտեղ վարչապետով էին դիմում կամ ասում էին հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ելույթը, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի խոսքը։ Ուզում եմ ասել, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չունեն։ Նույն Գոհար Մելոյանը, որ ասում է Սամվել Կարապետյանը միանգամից ընտրություններից հետո գնալու է վարչապետի աշխատասենյակ, ուզում եմ հասկանալ ինչ եղավ, ուր է այդ մարդը։ Ուր են ընդհանրապես վարչապետը այդ Սամվել Կարապետյանը, որ արդեն վարչապետ էր հռչակվել, չեն ամաչում, այդ 300,000 ադրբեջանցիների սերիայից չեն ամաչում։ Դե հիմա էլ արդեն որոշեցին Ռուբեն Ռուբինյանին վիրավորել, ամբողջ ընթացքում խոսում էին Ընտրաշավի եւ Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը, երբ առիթեր ունենում, թե իշխանությունները ատելության խոսք են տարածում, բայց հիմա մի մարդ, որը մի ամսից գալու է այստեղ падգամավոր է դառնալու, իր էջում գրում է, որ մենք առաջին անգամ ունենալու ենք ազգային ժողովի նախագահ, որը թերքամետ է։ Դե Նարեկ Կարապետյանի մասին կարող ենք երկար խոսել, Նարեկ Կարապետյանը նախ մի հատ պետք է կողմնորոշվի իրենց ցուցակի առաջին համարն ինքն է, թե իր ցուցակում չգտնվող իր հորեղբայրը։ Ինքը ընդհանրապես հանդես է գալիս որպես այդ հորեղբոր զարմիկ, թե Նարեկ Կարապետյան, ինքը ընդհանրապես քաղաքական ինչ որ նկատումներ ունի, թե չունի։ Հիմա ինքը իրենց վարչապետի թեկնածուն է, թե իրենց վարչապետի թեկնածուն չէ։ Ընդհանրապես իրենց ուժը ինչ է ուզում, իրենք գնում էին հաղթանակի, սակայն իրենք դարձան ընդդիմություն։ Մի մարդ, որը ունենալով մեծ ռեսուրսներ իր հանդիպումները կազմակերպում է կրկեսում, ապա դրանից հետո ինչ խոսենք։ Կրկեսում քաղաքական զրույցներ կազմակերպող մարդը խոսում է քաղաքականությունից, առավել եւս Ռուբեն Ռուբինյանին որակումներ է տալիս, թող ազգային ժողով մենք իր որակումները կտանք։ Եվ այդ հանդիպումների ժամանակ կրկեսում հավաքել էին եւ դրանից հետո ասում էին, որ իրենց աջակիցների 60%-ը կողմ է, որ իրենք մանդատները վերցնեն, բայց դեռ քննարկում են։ Դե որովհետև իրենք կողմ են, որ մանդատները վերցնեն, որովհետև առանց մանդատների իրենք չգիտես ինչ պիտի անեն եւ ուզում եմ մի նկատառում էլ անել, որ նրանց ցուցակի բազմաթիվ ցուցակից падգամավորի տեխնացումներ կալանավորված են, մեղադրվում են ընտրակաշառքի դեպքերով, ոնց են պատկերացնում, ընդհանրապես իրենք որ գան ազգային ժողով եւ անընդհատ իրենք ունեն ընտրակաշառք բաժանողի պիտակը։ Այդ որ խոսում են թրքամետ են, 300,000 ադրբեջանցիներ են բերելու, այդ հիմար նարատիվները, հիմար զզվելի եւ կեղտոտ նարատիվները նրա համար են, որ անընդհատ չխոսենք մենք իրենց թուլություններից, իրենց սխալներից եւ իրենց
քաղաքականության մեջ ոչ մի բան լինելուց։ Օրինակ այսօր պարոն Ռուբինյանն էլ հիշեցրեց Էդգար Ղազարյանի մի արտահայտությունը, որ ինքը կուրախանա, երբ որ հայ զինվորը, հայ սակրավորը ականի վրա պայթի, եւ ասաց շատ լավ կլինի, որ ուժեղ Հայաստանը որոշում կայացնի եւ թույլ չտա այդ մարդուն գալ Հայաստանի Հանրապետության ազգային ժողով որպես падգամավոր։ Դե նրանք արդեն նման որոշում կայացրել են, ես չեմ կարծում, որ նրանք կհրաժարվեն Էդգար Ղազարյանի նման մարդուց, որովհետև իրենց պետք է որ Էդգար Ղազարյանը գա եւ այստեղ նմանատիպ բաներ խոսի եւ անընդհատ ինչ որ վիճաբանություններ հրահրվի, նրանք աշխատելու ցանկություն չեմ կարծում որ ունենալու են, որովհետև տեսնելով թե ովքեր են նրանց падգամավորի տեխնացուները եւ ովքեր են падգամավորական մանդատ վերցնելու, հասկանալի է դառնում, որ այդ ուժը չգիտի, չի պատկերացնում ուր է գալիս, չի պատկերացնում թե ինչպես պիտի աշխատի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, որովհետև եթե մի ուժ, որը օրենսդրական նախաձեռնություններով հանդես պիտի գա լինելով ազգային ժողովում, քաղաքականությամբ պիտի զբաղվի, սակայն մինչև հիմա չի կողմնորոշվում իրենց առաջնորդի քաղաքացիության հարցերում, իրենց առաջնորդ է հռչակում մի մարդու եւ վարչապետի տեխնացու, որը խնդիր ունի սահմանադրության հետ եւ երկքաղաքացի չի կարող լինել վարչապետի տեխնացու, մի մարդ, որը կալանքի տակ է, սակայն ապավինելով Վարդևանյանի բացառիկ ունակություններին ասում է, որ Վարդևանյանը որ գաստա ինքը կդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ ամենաքիչ բանն է, որ ասում են։ Այդ մարդուն ասում են ձայնագրության մեջ չամադանով փող են բաժանում, ասում են սամոնա տալիս, ինքը ասում է այդ գեղամնով է բերեք ծանոթանանք։ Դա ցինիկ, ինչ որ մի հատ ցինիկ sense վիճակներ է, կգան ազգային ժողով, կհանդիպենք, կխոսենք, կքննարկենք եւ կհասկանանք թե ովքեր են նրանք։ Սամվել Կարապետյանը այսպիսի մի բան էլ էր ասել, որ ինչ որ գաղտնի պլան ունեն, նաև ինչ որ հավաք են ուզում կազմակերպել տարբեր ընդդիմադիր ուժերի հետ։ Ձեզ ինչ է դա ընդհանրում։ Եթե դու ոչինչ չունես անելու, ապա կարող ես խոսել, որ դու մի գաղտնի բան ունես անելու, այսպես խորհրդավորության բան ես հաղորդում քո խոսքին, տոնայնություն ես հաղորդում եւ բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, թե դու մի բան գիտես, որը ոչ ոք չգիտի։ Մարդը նստած սպասում է, տեսնի իրան ինչ կասեն, ինչ էլ պիտի անի։ Ինչպես իրան այստեղ ուղարկել են, հիմա էլ սպասում են թե ցուցումներն ինչպիսին պիտի լինեն, որ զբաղվի այդ ցուցումների կատարմամբ, ինչ պիտի անի։ Մարդ, որը Ռուսաստանից մարդիկ է բերել, որ ընտրությանը մասնակցեն եւ գնան, այսինքն այդ մարդը աջակից չունի։ Եվ մարդ, որն ասում է, դե աջակիցները կգան, կգորգորան, կգնան, իրենք իրենց գործը լավ գիտեն։ Մարդ, որը իր աջակիցներին գորգորալու համար է պահում։ Մարդ, որը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է, ուղղակի ստիպված եկել է հիմա քաղաքականությամբ զբաղվում, որովհետև այդպես են հանձնարարել։ Այսինքն զուտ ինտրիգային հայտարարություն է, հա, ինչ որ միանշանակ ինտրիգային հայտարարություն է, իհարկե նրանք սպասում են սահմանադրական դատային, թեև նրանք ասում են, որ սահմանադրական դատարանից սպասելիքներ չունեն, այդտեղ էլ մի հետաքրքիր բան կարելի է հասկանալ, եթե դուք չունեք ակնկալիք, ինչու եք դիմում սահմանադրական դատարան։ Դա ինչ խեղկատակություն է։ Եվ հետաքրքիր է, որ երբ դուք ձեր թիմի ներսում որպես տեխնացուներ եք առաջադրում ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, խմբակցության ղեկավար, ընդդիմադիրները չգիտես ինչու դա շատ ծանր են տանում, բայց ասենք նույն Սամվել Կարապետյանը կարող էր ընտրությունների օրը հենց ժամը 8-ին հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են։ Գիտեք, այստեղ ուրիշ խնդիր կա։ Դիմադիրները ծանր են տանում, որ մենք ինչ-որ որոշումներ ենք ընդունում։ Ինձ համար իհարկե միևնույնն է, թե նրանք ինչպիսի հոգեվիճակների մեջ են։ Սակայն նույն Սամվել Կարապետյանը, երբ ընտրություններից առաջ հռչակվում էր վարչապետ, կառավարության նիստեր էր անում, օրենք եւ ամենակարևորը շրջապատված լինելով իրավաբաններով, այսպես աշխարհացունց, կառավարության նիստում օրենք էր ընդունում։ Այդտեղ էլ ինչ որ խնդիր ունենք, չէ՞, կառավարության նիստում օրենքներ չեն ընդունում։ Այս մարդիկ հիմա խոսում են մեր ընդունած որոշումը, մեր կուսակցական որոշումներն ենք ընդունում եւ շարունակելու ենք որ ընդունել եւ թե ինչ կխոսեն, ինչ կանեն, անելիք չունեն, ասելիք չունեն, այսպես ինչ որ դատարկաբանությամբ են զբաղված, դրա համար ապավինել են նորից Ադրբեջանի, ադրբեջանցիների, թուրքերի օգնությանը, անդադ մեծ որակումներ տալով այս ադրբեջանամետ իշխանությունը, թրքամետ իշխանությունը, Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխող իշխանությունը, որովհետև ասելիք չունեն։ Երբ դու քաղաքական ասելիք չունես, երբ դու չունես քննադատական խոսք, երբ դու ընդհանրապես չգիտես ինչ քննադատես, որովհետև այդ քննադատությունը քո համար խորթ է, որովհետև դու հանդես ես գալիս որպես իշխանություն, եւ դու դեռ ոչինչ ես։ Եվ հիմա էլ ոչինչ լինելով դառնում ես ընդդիմություն, այստեղ գալիս է մի փակուղային իրավիճակ, որ դու չգիտես ինչի մասին խոսել։ Եվ հետեւաբար պիտի դաշտը լցնես տարատեսակ հիմարություններով եւ
հերյուրանքներով։ Եվ կխնդրեմ քարոզարշավի ժամանակ, երբ դուք եւ պարոն Պապիկյանը Լոռու մարզում քարոզարշավ եք իրականացնում, բազմաթիվ խնդիրներ առաջացան, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները փորձում էին սադրել, ինչ որ քարեր էին շպրտել ձեր ուղղությամբ։ Եթե իրենք այդպես ուժեղ էին, հա, հենց Լոռու մարզում, որտեղ իրենք էլ Լոռու մարզից են, ուժեղ էին, ինչու էին այդպիսի բաներ անում։ Դե դա մեծավանի դեպքերի մասին եք դուք ասում, որտեղ բացահայտ խոչընդոտեցին, մեր քարոզարշավը հավաքվել էին, սուլում էին, հետո այնտեղ ծեծկաթուկ եղավ, քաշքշում էին, ինձ էլ են այսպես քաշքշել, փորձել քաշքշել, ուզում եմ ասել, շատ էժան վիճակների մեջ են եղել, այո, եթե մարդիկ ուժեղ են, եթե մարդիկ իրենք ունեն ասելիք եւ իրենց հռչակում են ուժեղ, ապա նման ցածր որակի վարքագիծ դրսևորելը ոչ թե ուժեղության մասին է խոսում, այլ ուղղակի փորձել են ուժ ցույց տալ, փորձել են տպավորություն թողնել, որ իրենք ուժեղ են։ Ուժեղ մարդիկ նման բան չեն անում, առավել եւս երբ քարոզարշավին խոչընդոտելը դա քրեական հոդված է, քրեորեն հետապնդելի արարք է եւ այդ օրվա մասնակիցները այդ խժդժոցների հիմա խնդիրներ ունեն իրավապահ մարմինների հետ։ Այո, քրեական գործ է հարուցված եւ կան ինչքան գիտեմ նաեւ կալանավորված մարդիկ կան, այդ էին ուզում։ Ես կներեք մի հատ բան ավելացնեմ, ես նաև ուզում եմ խոսել այն մասին շատ կարճ, որ այդ մարդիկ, ովքեր գնում էին իշխանության, որտեղ իրենց 100% երաշխիքներ էին տվել, որ այո, վաղվանից իշխանությունը մենք ենք, իրենք ամեն ինչ արել են։ Ոչինչ առաջ չեն կանգնել։ Փողել են, բաժանել, խոչընդոտնել են, հարուցել ամեն ինչ արել են, որովհետև վստահ են եղել, որ վաղ իրենք իշխանության են եւ ոչինչ չի լինելու իրենց հետ։ Հիմա այդ մարդիկ բանտերում են անցկացնելու իրենց կյանքի որոշակի հատվածը։ Նարեկ Կարապետյանը գալու է տեր կանգնի իրենց բանտերում։ Սամվել Կարապետյանը գնալու է տեր կանգնի, ոչ մի բան չեն անելու։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար